Շնորհակալություն պարոն Ղազյան, նախ ուզում եմ ողջունել այս օրենքի նախագիծը, կարծում եմ բավականին լավն է եւ դրական ազդեցություն կունենա երկու պետությունների քաղաքացիների թե զբոսաշրջիկների կյանքը թեթևացնելու եւ մնացած հարցերում, բայց հարցս վերաբերում է նախորդի դահլիճում հնչած այն հայտարարությանը, առայն որ Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանված մեր հայրենակիցներին անձնագրային բաժիններում հատուկ ինչ-որ խոչընդոտներ եւ այլն են ստեղծում, խնդրում եմ արձագանքել այս պահով, ինչ իրավիճակ է եւ ինչ Շնորհակալություն Տիկին Վարդանյան, ես կցանկանամ շեշտադրել, որ տեղահանության օրվանից ի վեր միգրացիա եւ քաղաքացիության ծառայությունը եւ իր տարածքային բոլոր ստորաբաժանումները ամբողջ անձնակազմով ուրեմն ներառված են եղել Լեռնային Ղարաբաղից տեղահանված անձանց օժանդակության գործընթացի մեջ, այդ թվում նաեւ քաղաքացիության տրամադրման մասով թվերը գործընկերս ներկայացրեց այսօրվա դրությամբ արդեն ունենք 33248 դիմում եւ 26000-ից ավել անձ արդեն ձեռք է բերել Հայաստանի Հանրապետության քաղաքացիություն։ Երկրորդ հարցը ինչ առնչվում է վերաբերմունքին։ Չեմ կարող համաձայնվել այդ դիտարկումների հետ։ Մենք այո, ընդհանուր առմամբ կարող ենք ընդունել, որ կարող ենք ունենալ սպասարկման հետ կապված խնդիրներ, որի առնչությամբ ամենօրյա աշխատանք ենք տանում, վերապատրաստում ենք ամբողջ մեր անձնակազմը, գրեթե ամենօրյա եւ մշտական ռեժիմով գործարկել ենք թեժգից, չունենք արդեն չսպասարկվող զանգեր, սակայն չեմ կարող համաձայնվել, որ կա առանձնահատուկ որևէ վերաբերմունք որևէ խմբի նկատմամբ, ընդհանուր սպասարկման մասով աշխատանքներ են տանում, վստահ եմ դրանք կբարելավեն։ Հավանիչ տեսանյութը եւ բաժանորդագրվիչ նորությունները բաց չթողնելու համար